Շնորհակալություն ազգային ժողովի հարգարժան փոխնախագահ, հարգելի պատգամավորներ, ամփոփիչ ելույթում թույլ տվեք անդրադառնալ մի շարք հարցերի պարզաբանման, որոնք իրենց ելույթներում առաջարկեցին ավելի բացված ներկայացնել ելույթ ունեցող պատգամավորները։ Ամենից առաջ, պատգամավոր Շիրակ Թիրասյանի կողմից եղավ, արդյոք միշտ անհրաժեշտ է ստեղծել ծրագրի ղեկավարման իրականացման գրասենյակներ, թե անհրաժեշտ չէ եղած կադրային ռեսուրսով, եղած աշխատակիցներով հնարավոր է։ Նշեմ, որ ծրագրերի իրականացման գրասենյակի ստեղծման պահանջը եւ պայմանը կախված է վարկային համաձայնագրի առանձնահատկությունից։ Յուրաքանչյուր ռեսուրսի աղբյուր բանկի կողմից տրամադրվող վարկային ռեսուրսում համաձայնագիր կնքելիս պահանջ է դրվում ունենալ ծրագրի իրականացման գրասենյակ, թե չունենալ։ Կոնկրետ այս դեպքում Ասիական զարգացման բանկի կողմից եղել է հստակ պահանջ, որ ծրագրի իրականացումը, ծրագրի սպասարկումը պետք է իրականացվի մասնագիտացված հատուկ խմբի միջոցով։ Ըստ այդմ էլ Ասիական զարգացման բանկի կողմից մշակվել են աշխատանքների նկարագիրը, աշխատակցին ներկայացվող մասնագիտական պահանջները, փորձառությունից մինչև մասնագիտական որակավորում նման ծրագրերի մասնակցությունը, ինչպես նաև այն չափորոշիչները, որոնք պետք է նկարագրի տվյալ աշխատողը։ Երկրորդը, համաձայն դրա, Ասիական զարգացման բանկի կողմից կազմակերպվել է այդ մասնագետների մրցույթը, մրցույթի արդյունքում ընտրվել են այն մասնագետները, որոնք նաև հարցազրույցի միջոցով, որոնք բավարարել են բանկի կողմից սահմանված չափորոշիչներին, պահանջներին, մասնագիտական որակավորմանը, փորձառությանը եւ բավարարել են աշխատանքների նկարագրից բխող պահանջների բավարարմանը։ Բացառապես բոլորը անցել են մրցույթով, կարողությունները գնահատված եւ այս խումբը ծրագրի իրականացման գրասենյակ անվան տակ բացառապես զբաղվելու է միայն այս ծրագրի սպասարկմամբ։ Որևէ այլ գործառույթ, որևէ այլ պաշտոնական գործառույթ, որևէ ծառայական գործառույթ չի իրականացնելու։ Սրանով է պայմանավորված ծրագրի իրականացման գրասենյակի ստեղծումը։ Ես այստեղ ներկայացրել եմ նաև նախկինում երկու վարկային ծրագրեր՝ Երևան ջրի վարկը, ինչպես նաև ներողություն քաղաքային արտաքին լուսավորության վարկը։ Այդ դեպքում վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը չէր պահանջել առանձին գրասենյակի ստեղծում, այլ Երևան ջուր ընկերության անձնակազմից առանձնացնել մասնագիտացված մի խումբ, որը պետք է իրականացներ ծրագիրը։ Նույնը պահանջեց Եվրոպական ներդրումային բանկը, նույնը պահանջեց նորից վերակառուցման զարգացման բանկը, որ երկաղլույս ընկերություն ձևավորվի մի մասնագիտական խումբ, առանձին որևէ այլ գործառույթ չիրականացնի սպասարկի վարկը։ Այնպես որ այս անհրաժեշտությունը թելադրված է բանկի հետ կնքված վարկային համաձայնագրի առանձնահատկությունից ելնելով, իսկ որ անհրաժեշտ է կառույցը, դա երկրորդ կարծիք չունի։ Հաջորդ խնդիրը, որ այստեղ շատ քննարկվեց եւ ինձ առաջարկվեց, որ ավելի բացված եւ հանգամանալից երկարացնեմ խորհրդատվություն հասկացության տակ ներառված այդ 13 միլիոն դոլարը։ Նշեմ, որ սա այն խորհրդատվությունը չէ, որը հասկացվում է ընդհանրապես, որը ենթադրում է գումարների փոշիացում։ Բոլոր բաղադրիչները խորհրդատվություն հասկացության տակ անբաժանելի մասն են կապիտալ ներդրումների, կապիտալ աշխատանքների։ Առաջինը՝ Երևանի տրանսպորտի մոդելի ստեղծումը։ Սա բանավոր խորհուրդ չէ, գրավոր խորհուրդ չէ։ Ուղղակի բանկի կողմից ընտրված միջազգային մրցույթով ընտրված մասնագիտական կազմակերպության կողմից պետք է նորից զերոյից նոր Երևանի տրանսպորտի կառավարման մոդելը ստեղծվի, որն իր մեջ ընդհանրապես ներառում է պրոբլեմային գոտիների ֆիքսումը, երթևելի գոտիների հաշվարկը, երթևեկության ուղղությունները, արագությունը, խաչմերուկների կառավարումը, թողունակության կարգավորումը։ Սա մի մոդել է, որը մենք չունենք այսօր։ Պետք է ստեղծվի այս խորհրդատվության տակ, եւ նա անբաժանելի մասն է ստեյության այս կապիտալ ներդրումների, որովհետեւ հետագայում ստեղծված այս վարկի միջոցներով ստեղծված ճանապարհները եւ Երևանում արկա ճանապարհները պետք է կառավարվեն եւ հետագայում շահագործվեն այս մոդելի արկայության պայմաններում։ Անբաժանելի մասն է այն 65 միլիոն կապիտալ ներդրումների։ Եվ դա դառնալու է օրինակելի մոդել տրանշ 3-ի համար իրականացվող ծրագրի շրջանակներում, որը կիրառվի հանրապետության մյուս քաղաքներում։
Ըստ այդմել այս մոդելի կազման համար նախատեսվում է այս բաղադրիչի տակ մոտ $5 միլիոն։ Երկրորդը տրանշ 3-ն է։ Ես նշեցի, որ տրանշ 3-ը ոչ թե Երևանին է վերաբերում, այլ Երևանից դուրս հանրապետության մյուս քաղաքներին։ Բանկը պայման է դրել, քանի որ բազմատրանշ այս ֆինանսական գործիքը պետք է ունենա ձեր երկրում շարունակություն, ապա այս ռեսուրսի ծավալի մեջ պետք է կազմել այսօրվանից շինարարության անբաժանելի մաս կազմող այլ քաղաքների նախագծահ նախահաշվային մանրամասն փաստաթղթերի ստեղծում, իսկ նախագիծը դա բացատրելու բան չի, կապիտալ շինարարության անբաժանելի մասն է եւ սկիզբն է։ Հետևաբար կառավարության հետ հիմա բանակցություններ են ընթանում, որոնք են լինելու մյուս քաղաքները, որտեղ պետք է իրականացվի կայուն զարգացման ներդրումային ծրագիրը, եւ ըստ այդմել այս վարկային ռեսուրսի շրջանակներում միանգամից պատրաստում են մյուս քաղաքների համար մանրամասն նախագծային փաստաթղթեր։ Ընդամենը սա կազմելու է $5.2 միլիոն։ Հաջորդը տեխնիկական հսկողությունն է։ Որևէ մեկին բացատրելու կարիք չկա, որ շինարարությունը պետք է ունենա տեխնիկական հսկողություն, որը ամբողջովին պատասխանատվություն է կրում շինարարության որակի համար։ Ասիական զարգացման բանկի ծրագրի շրջանակներում ընտրվել է միջազգային մրցույթով մասնագիտացված տեխնիկական հսկող կազմակերպություն, որը պետք է իրականացնի այս ծրագրի ամբողջ հսկողությունը ամբողջ տևողության ընթացքում, ինչպես նաև իրականացնում է առաջին տրանշի տեխնիկական հսկողությունը։ Իջիս կազմակերպություն, որ ընտրված է միջազգային մրցույթով եւ տեխնիկական հսկողության ամբողջ ծավալը կազմելու է $6.4 միլիոն։ Հաջորդը ծրագիրը պետք է անցնի տարեկան աուդիտ, ընդհանուր աուդիտ եւ տեխնիկական աուդիտ։ Սա պարտադիր պայման է եւ այստեղ որևէ խորհրդատվություն չկա։ Աուդիտի եզրակացությունը պարտադիր բան է։ Հետևաբար, ըստ այդմել մասնավորապես ընդհանուր աուդիտը $170,000 է կազմում 5 տարիների համար, տեխնիկական աուդիտը $290,000։ Ընտրվելու են նաև կարճաժամկետ տեխնիկական խորհրդատուններ, ստանալու են սարքավորումներ, նյութեր, այդ նյութերի ուսումնասիրության, տեխնիկական պարամետրերի համապատասխանությունը, անհրաժեշտությունը պետք է իրականացնի այս կոնկրետ կարճաժամկետ տեխնիկական խորհրդատունները։ Դրանք ևս ընտրվում են մրցույթով, դրանք կարող են լինել նաև արբիտրաժային վեճերի մասնագետներ, պայմանագրային ֆիլիկ պայմանագրի մասնագետներ, որոնց անհրաժեշտությունը կառաջանա։ Բոլորն ընտրվելու են մրցույթով եւ բոլորը մասնակիցն են կապիտալ շինարարության այս աշխատանքների ընթացքին։ Այստեղ բանավոր գրավոր խորհրդատվություն չկա։ Սա գործառույթ է, որը պետք է իրականացվի եւ անհրաժեշտ է եւ իրականացվելու է արդեն մասնագիտացված կառույցի կողմից մրցույթով անցկացված եւ ծառայելու է շինարարությանը։ Ըստ այդմել այս բոլորը միասին կազմում է $240,000։ Հաջորդը ծրագիրը պետք է ունենա հանրային իրազեկում, կայքերի ստեղծում, ծանուցում, մոնիտորինգ եւ որի համար նախատեսվում է 5 տարիների համար $210,000։ Անկախ մոնիտորինգային գործակալության ընտրություն, որը պետք է հսկողություն սահմանի փոխհատուցման, վերաբնակեցման ծրագրի նկատմամբ։ Սա ևս միջազգային մրցույթով ընտրված կազմակերպություն է, որի համար նախատեսված է 5 տարիների համար, այսինքն վերաբնակեցման ծրագրի համար $110,000 եւ մի կարևոր պայման։ Միայն այս մոնիտորինգային գործակալության անկախ գործակալության եզրակացության հիման վրա բանկը ստանում է այս կազմակերպության եզրակացությունը, որ փոխհատուցումը արված է ճիշտ, գնահատումը արված է ճիշտ, եւ միայն այս եզրակացության հիման վրա բանկը թույլ է տալիս իրացման գոտում հայտնված գույքի փոխհատուցում անելու։ Սա ևս անկախ մարմին է, իսկ վերաբնակեցումը համարվում է այս կապիտալ շինարարության անբաժանելի մասը եւ անհրաժեշտ մասը։ Ըստ այդմել դրա համար նախատեսված է $110,000։ Խորհրդատվություն հասկացության տակ նաեւ տեղակայված է ծիգի պահպանման ծախսերը։ Ես նշեցի իրականացման գրասենյակը պետք է ապահովի ծրագրի սպասարկումը, իրականացումը։ Նշեցի երեկվա նիստում, որ մոտ $100 միլիոն դրամ է կազմում տարեկան նրա աշխատավարձը պահպանման ծախսերը, $1.3 միլիոն կազմում է ամբողջ 5 տարիների ծախսը, 5 տարիների համար։ Եվ մի հարց այստեղ
Եթե բան այս պիտի խնդրեմ անդրադառնամ։ Մի հարց այստեղ, որ շատ կարևոր է վերապատրաստումը այստեղ նշվեց, որ ինչու բուհական ռեսուրսի վրա չի իրականացվում, ճարտարապետության շինարարության Հայաստանի ազգային համալսարանը իրականացնում է այս ուսուցումը, տրանսպորտային ուղիների շինարարություն շահագործում, փոխադրումների եւ ճանապարհների երթևեկության կազմակերպում կառավարում ֆակուլտետներում, յուրաքանչյուր տարի 20-25 ուսանող։ Ուսուցումն իրականացվում է երկաթգծի կամուրջների, թունելների, ավտոմոբիլային ճանապարհների, շինարարների մեքենաների երթևեկության կազմակերպում ամբիոններում, իսկ միջազգային համագործակցությամբ արդեն ամրի Ռադգերսի համալսարանի դասախոսները դասավանդում են այս ուղղությամբ։ Պարոն Արամ Մանուկյանի հարցադրումը, եթե կան մշակութային արժեքներ, ես նշեցի 270 մետր հեռավորությամբ անցնում է Կարմիր Բլուր հնավայրի շուրջը, ծրագրի իրականացման գրասենյակի եւ իջիս կազմակերպության կողմից իրականացվել է մրցույթ այդ հատվածում պեղումներ կատարելու համար։ Շահել է մրցույթը մշակույթի նախարարության պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն ՊՕԱԿ-ը, կնքվել է եռակողմ պայմանագիր ԾԻԳ-ի իջիս կազմակերպության եւ ՊՕԱԿ-ի միջով, 3 փուլով իրականացվել են 6 ամսվա պեղումներ, այստեղ ծավալը կազմել է $350,000 ֆինանսավորում, 6 ամսով վերջի փուլում են եւ միայն մոտ 500 միավոր տեղափոխելի արժեքներ, դրանք եղել են կճուճներ, ուլունքներ, կնիքներ, տեղափոխվել է Էրեբունի պատմահնագիտական թանգարան։ Որևէ այլ ոչ տեղափոխելի արժեք չի հայտնաբերվել։ Մնացած հարցերը Հյուսիս հարավ, այստեղ կներեք, ես մանրամասն բացատրել եմ, կներեք գուցե թյուր ընկալում է եղել կամ խրտին եմ բացատրել, որևէ աղերս չունի իր ֆինանսական, իր ամբողջ բանով այս ծրագիրը հյուսիս հարավի հետ։ Կրկնում եմ, կլիներ հյուսիս հարավը, չէր լինի, կլիներ ասիական զարգացման բանկի ֆինանսավորումը, թե չէ, այս ծրագիրը կար մեր գլխավոր հատակագծում։ Ընդամենը սա Հայաստանի Հանրապետությունը վերցրել է քաղաքային կայուն զարգացման ծրագիր իրականացնելու քաղաքներում, 2 ծայրով համընկնում է, միանում է աշտարակը դեպի հյուսիս հարավ տանող ճանապարհի սկիզբ տանող ճանապարհին է միանում, մյուսը ուղիղ միանում է Արտաշատի խճուղում։ Եվ եթե թույլ կտաք, պարոն Շարմազանով, կարճ մի բան, որը վերաբերում էր ընդամենը համայնքին, համայնքը վարկառուն չէ, հարգելի պատգամավորներ։ Վարկառուն Հայաստանի Հանրապետությունն է կայուն զարգացման ներդրումային ծրագիրը հանրապետության քաղաքներում իրականացնելու համար։ Պարզապես սկսվել է Երևան համայնքից։ Իսկ ինչ մնում է վարչատարածքային համամասնական քաղաքականություն իրականացնելու, Հայաստանի կառավարությունը ունի մարզերի համաչափ զարգացման ծրագիր, որի համատեքստում տեղավորվում է Երևան քաղաքը նաև։ Շնորհակալություն պարոն Արյան, մենք շնորհակալ ենք ձեզ պատգամավորների հարցերին մանրամասն պատասխանելու համար, հարցի քննարկումն ավարտվեց։